Բարի երեկո հարգելի հետևորդներ, եթերում ABC լուրերն է, ես Գառնի Մութաֆյանն եմ, կարևորը նախ համարոտ։ Անվավեր ճանաչեք ընտրության արդյունքները, պահանջ և բողոքի ակցիա կենտրոնական ընտրական հանձնաժողովի մոտ։ Նոր հարկեր, նոր թանկացումներ, փչացած պղպեղից, թանկացած բենզին, ով է վճարում տարբերությունը։ Մի քանի վայրկյանում փոխվեց երկրի ամենաբանուկ ճանապարհներից մեկի երթևեկությունը, որքանով են անվտանգ Հայաստանի կամուրջները և ինչպես է այս դեպքն ազդելու հազարավոր վարորդների ու ամառային զբոսաշրջության վրա։ Թմրանյութի պատճառով հիվանդանոցում հայտնված երեխան սկսել է խոսել, նոր մանրամասներ է հայտնի։ Արդեն 3 ընտրատեղամասի քվեարկության արդյունքներ կենտրոնական ընտրական հանձնաժողովն անվավեր է ճանաչել։ Գիշերը հանձնաժողովն անվավեր ճանաչեց 10 կոտորակ 51, 35 կոտորակ 65 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները, իսկ մի քանի ժամ առաջ էլ 12 կոտորակ 13 ընտրատեղամասինը։ Ընտրությունն ավարտվել է, բայց քաղաքական պայքարը նոր փուլ է մտնում։ Քվեաթերթիկներն արդեն հաշվել են, սակայն դրանց շուրջ վեճերը դեռ շարունակվում են։ Ընդդիմադիր ուժերը պնդում են, որ արձանագրված խախտումները կարող էին ազդել արդյունքների վրա և պահանջում են իրավական գնահատական։ Ինչ պահանջներով էին նրանք այսօր կենտրոնական ընտրական հանձնաժողովում և ինչ որոշումներ արդեն կայացվել են, Անի Աբաղյանի ռեպորտաժում։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի բակն աղմկոտ էր։ Երկու ընդդիմադիր ուժ մի քանի ժամվա տարբերությամբ հանդիպումներ են ունեցել կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների հետ։ Առաջինը ԿԸՀ եկան ուժեղ Հայաստանի ներկայացուցիչները։ Պատգամավորի թեկնածու Արամ Վարդևանյանը կենտրոնական ընտրական հանձնաժողով դիմում ներկայացրեց, պահանջելով անվավեր ճանաչել ընտրության արդյունքները։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընտրության արդյունքները անվավեր ճանաչելու դիմումը քննարկելու ընթացքում պարտավոր է նաև անդրադարձ կատարի վերաքվեարկության հանգամանքին, որը նաև մենք ներկայացրել ենք մեր կողմից մուտքագրված այլևս դիմումի շրջանակներում։ Վերաքվեարկության հիմքերը շատ հստակ են։ Եթե անվավեր ճանաչված այդ ընտրական տեղամասերի արդյունքները ազդեցություն են գործում ընտրության արդյունքների վրա, ապա պարտադիր է այդտեղ վերաքվեարկության հանգամանքը։ Պարտավոր է կենտրոնական ընտրական հանձնաժողովը նշվածը կազմակերպել։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արտահերթ նիստ է հրավիրել երեկոյան ու անվավեր համարել 2, 10 կոտորակ 51 և 35 կոտորակ 65 ընտրատեղամասերում քվեարկության արդյունքները։ Կրկնընտրություն նույն տեղամասերի համար չի նշանակել կենտրոնական ընտրական հանձնաժողովը, ինչն էլ դժգոհության պատճառ է դարձել։ Ընտրության արդյունքների անվավեր ճանաչելու հիմքերի մեջ է նաև մի շատ կարևոր հանգամանք։ Հարգելի գործընկերներ, ընտրություններին մասնակցած մեր հայրենակիցներից 100,000-ի ձայները, 100,000 կլորացնում եմ գործընկերներ, ձայները ոչ թե անձնագրի պատշաճ կերպով աշխատանքի արդյունքում են ձևավորվել, այլ մասնագետի կողմից մուտքագրման եղանակով լրացնելու։ Սա արդյոք խնդիր է։ Այո։ Վարդևանյանը եկավ, ներկայացրեց դիմումը ԿԸՀ-ին և հեռացավ։ Քիչ անց այստեղ ոստիկանական ուժեր կենտրոնացրին։ Ավելի ուշ ԲՀԿ համախոհներն ու աջակիցները եկան։ Սուրեն Սուրենյանցի խոսքով իշխանությունը փորձում է դուրս մղել ԲՀԿ-ին խորհրդարանից։ Գիտեք, ինչ-որ կարմիր գծեր կա, որոնք պետությունը վերածում է ավազակապետության։ Եվ մենք մտադիր չենք իրավական բեսպրիձելը հանդուրժելու։ Պայքարելու ենք մեր յուրաքանչյուր քվեի համար, հայտարարում էին կենտրոնական ընտրական հանձնաժողովի դիմաց հավաքված ԲՀԿ-ականները։ Այս մասին նաև կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն էր գրառում արել։ Երբ այլևս որևէ կասկած չկար, որ ԲՀԿ-ն խորհրդարանում է, իշխանությունը որոշեց գնալ բացահայտ ջարդարարության։ Ուշ երեկոյան գաղթագողի անցկացվեց ԿԸՀ նիստ, որտեղ չեղարկվեցին երկու տեղամասերում անցկացված ընտրությունները առանց վերաքվեարկություն նշանակելու, ինչպես պահանջում է ընտրական օրենսգիրքը։ Ակնհայտ է, որ ընտրությունները չեղարկվել են հենց այն տեղամասերում, որտեղ ԲՀԿ-ն շատ քվե է ստացել։ Միաժամանակ չեն չեղարկվել այն տեղամասի արդյունքները, որտեղ ԲՀԿ ձայների զրոյացումը չէր կարող ազդել ընտրությունների ելքի վրա։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դիմաց ակցիաներն ավարտելուց հետո ԿԸՀ-ն հայտնեց 12 կոտորակ 13 ընտրատեղամասում ևս անվավեր են ճանաչվել արդյունքները։ Խայտառակ խախտումներ և ընտրության արդյունքներին խանգարող վիճակ էր ստեղծվել բազմաթիվ ընտրատեղամասերում, ահազանգում են քաղաքական ուժերը։ Անի Աբաղյան, Նեդիկ Մալաքյան, Նոնա Գևորգյան, ABC Media։
Բարգավաճ Հայաստան կուսակցությունը ասուլիս էր նաև հրավիրել։ Նախկին արտգործնախարար ԲՀԿ ցուցակով պատգամավորի տեխնացու Արա Այվազյանը հայտարարել է, որ պետությունների կյանքում լինում են պահեր, երբ մեկ որոշում ունի շատ ավելի մեծ հետևանքներ, քան բուն որոշումը։ Եվ երեք այդպիսի օրեր ԿԸՀ-ի քայլը կասկածի տակ է դրել ընտրողների բարձրագույն եւ անձեռնմխելի սկզբունքը։ Եթե ընտրության արդյունքը կարելի է վերանայել, ապա ընտրությունն այլևս ընտրություն չէ, վստահեցրել է Այվազյանը։ Այս որոշումը հարց է բարձրացնում. ով է որոշում ապագա ազգային ժողովի կազմը, ժողովուրդը թե պաշտոնյաները։ Ինչպես նշվեց, մենք սկսում ենք անհապաղ կոնսուլտացիաներ ընդդիմադիր բոլոր ուժերի հետ, նպատակ դնելով ոչ թե պաշտպանել Բարգավաճ Հայաստան կուսակցությունը, այլ պաշտպանել ընտրելու իրավունքը։ Ես դիմում եմ մեր ժողովրդին։ Այսօր կարևոր չէ ում օգտին եք դուք ձեր ձայնը տվել։ Այսօր կարևորը ձեր քվեն արժեք ունի, թե այն պայմանական է։ Իրավապահների ուշադրության կենտրոնում է հայտնվել ԲՀԿ պատգամավորի տեխնացու Արեգ Նազմանուկյանը, նրա բնակարանը իրավապահները վաղ առավոտից խուզարկում էին։ Առավոտ շուտ ընտրագողություն իրականացնելուց հետո այս իշխանությունները բանը գործը թողած հիմա էլ եկել են մեր բնակարանը խուզարկելու։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, ովքեր եք։ Մի րոպե մի մտեք մեր բնակարան։ Մենք դատարանի որոշում ունենք։ Հասկանալի է, ցույց տվեք։ Կատարելու համար դուք հիմա Հասկանալի է։ Ես չեմ խոչընդոտում։ Ես չգիտեմ դուք ով եք։ Ցույց տվեք, ձեր փաստաթուղթը ցույց տվեք։ Կոմիտեի աշխատակիցն եմ Գևորգյան։ Հարգելի Գևորգյան, թույլտվություն ունեմ, խնդրում անջատել։ թույլտվությունը ցույց տվեք եւ մտեք մեր բնակարան։ Ես գիշասում դուք այս բանը Թույլտվությունը Ծանուցագիրը ցույց տվեք։ Մի րոպե հələ, մի րոպե։ Ծանուցագիրը ցույց տվեք, նոր մտեք մեր բնակարան։ Ցույց տվեք որոշումը, նոր մտեք մեր։ Սամվել Կարապետյանն էլ պնդում է պատգամավորական մանդատներ վերցնելու դեպքում իրենց թիմից որևէ մեկը քաղաքացիական պայմանագրին չի միանա։ Ուժեղ Հայաստանի առաջնորդը միաժամանակ կարծում է, եթե ռադիկալ ճանապարհով գնային, իրենց նուժն արդեն վաղուց էր հաղթանակի հասել, բայց իրենք ճիշտ ճանապարհով են գնում։ Մենք գլխավոր հարցն ենք անելու ենք ամեն ինչ օրինական ճանապարհով Փաշինյանին հեռացնենք։ Սա է լինելու հիմա մեր քայլերը։ Դատարանի օրինական ճանապարհը նկատում Հիմա դիմել ենք սահմանադրական, չէ, հիմա դիմել ենք կենտրոնական ընտրական հանձնաժողով, որպեսզի իրենց մեղքերը քավեն։ Եթե չստացվեց, կդիմենք սահմանադրական դատարան, ասեցի արդեն։ Առաջարկում ենք երկու պայման։ Նոր ընտրություններ, երկրորդ փուլ։ Որը կորոշեն, դա էլ կանենք։ Դատարանը բերման ենթարկելու որոշում է կայացրել Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի նկատմամբ։ Օհանյանը չի ներկայացել այսօրվա դատական նիստին, այդ պատճառով դատավորը նրան դատարան բերման ենթարկելու մասին որոշում է կայացրել։ Թեպետ Օհանյանը մեծ հետ զրույցում հայտնեց, որ համապատասխան տեղեկանքը կներկայացրել է հիվանդության մասին եւ չգիտի, թե ինչու են այդպիսի որոշում կայացրել։ Ձերբակալել են քաղաքագետ Ալեն Ղևոնդյանին իշխանությունը զավթելու հրապարակային կոչի մեղադրանքով։ Նույն մեղադրանքով հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀԿ անդամ Տիգրան Վարդանյանի նկատմամբ։ Թե կոնկրետ ինչն է դարձել մեղադրանքի հիմքը, հայտնի չէ։ Իդեպ Ալեն Սիմոնյանը Տելեգրամի իր էջում գրել է, որ Թավիշը վերջացել է։ Ընտրությունից հետո ոչ միայն ջրի երես են դուրս գալիս խախտումները, այլև այն նախընտրական խոստումները, որոնք այդպես էլ իրականություն չեն դառնալու։ Պետական բյուջեում անվճար հասկացություն գոյություն չունի։ Երբ կառավարությունը խոստանում է փոխհատուցել որևէ ոլորտի վնասները, հաջորդ հարցը սովորաբար մեկն է. ով է վճարելու դրա դիմաց։ Երբեմն պատասխանը թաքնված է հարկային փոփոխությունների, նոր վարկերի կամ գների աճի մեջ։ Այս անգամ էլ քննարկումների կենտրոնում հենց այդ կապն է՝ պետական խոստումների, հարկային քաղաքականության եւ յուրաքանչյուր քաղաքացու դրամապանակի միջև։ Փչացած պղպեղից թանկացած բենզին, ով է վճարում տարբերությունը Սեդամ Մակարյանի ռեպորտաժում։
Բիբարա փչանա, այդ բիբարի փող կտամ ես։ Նախընտրական քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանը խոստացավ, որ ինքն է տալու փչացած պղպեղի գումարն այն բանից հետո, երբ պարզ դարձավ, որ Ռուսաստանը սահմանափակել է հայկական մի շարք ապրանքների արտահանումը։ ԿՊ-ն խոստացավ, որ կսուբսիդավորի ջերմոցատերերին, բայց փոխհատուցման մեթոդների մասին պարզ դարձավ միայն 3։ Կառավարությունը բարձրացրեց ակցիզային հարկը, ինչի հետևանքով թանկանալու են ծխախոտը, վառելիքն ու ալկոհոլը։ Կառավարության նման որոշումն ըստ տնտեսագետի միտված է հավաքագրելու խոստացված սուբսիդավորման գումարները։ Գյուղմթերքներ արտահանումներին հիմա պիտի աջակցի պետությունը եւ սուբսիդավորի։ Գնալ Եվրոմիությունը 50 միլիոն եվրո խոստացել է օգնել։ Կարող է այդ գումարը բավարարի կամ բավարարչի կամ այդ 50 միլիոն եվրոն այլ նպատակների համար օգտագործի, բայց կարծում եմ, որ ուղղակի քանի որ հենց մոտարապես այդքան գումարներ է ծախսելու որպեսզի սուբսիդավորի բրենդի, գինու կամ ասենք մրգերի բանջարեղենների արտահանումները, հետեւաբար այդ գումարը հետ վերադարձնելու մեխանիզմ է։ Թանկացումից բացի հնարավոր է աճեն ապօրինի ներմուծման կամ կեղծ ակցիզային դրոշմանիշներով ապրանքների շրջանառությունը։ ՊԵԿ-ն արդեն արձանագրել է կեղծ ակցիզային դրոշմանիշերով ալկոհոլի եւ ծխախոտի դեպքեր։ Ստացվում է, որ կառավարությունն այլ քաղաքացիների հաշվին սուբսիդավորում է մյուս քաղաքացիներին։ Քաղաքական վերլուծաբանն ասում է, նպատակը սեփական իշխանության պահպանումն է։ Սա փաստացի պետական բյուջեն, այսինքն հարկատուների փողը շատ կոնկրետ կուսակցական քաղաքական նպատակներով ծախսելու մեխանիզմ է, այսինքն նախընտրական նպատակներով ստեղծվել է մի իրավիճակ, այդ թվում տնտեսության դաշտում, այդ թվում արտահանման դաշտում, եւ հիմա հարկատուների փողերով փակվելու է գինը, հաշիվը այդ իրավիճակի, որը պետք է ընդամենը մեկ քաղաքական ուժի, մեկ կուսակցության իշխանությունը պահպանելու համար։ Ըստ Բադալյանի, թոշակների բարձրացման մասին որոշումներ է նույն տրամաբանության մեջ տեղավորվում։ Մինչդեռ տնտեսվարողների կրած վնասները փոխհատուցելու համար անհրաժեշտ էր առնվազն ապահովել ներդրումային միջավայր, տնտեսական մրցակցության ուժեղացում։ Հենց այս նպատակով Հայաստանը մայիսի 27-ին Համաշխարհային բանկից 170 միլիոն 300 հազար եվրո նոր վարկ է վերցրել։ Տրամաբանությունը հուշում է, որ եթե հարկային բեռի զանգվածային ավելացում կա, իսկ մենք տեսնում ենք, որ խոսքը մի շարք ապրանքատեսակների ակցիզի մասին է, ապա հարկային բեռի այդ ավելացումը անխուսափելիորեն ենթադրում է գնաճի ընդգրկուն ռիսկ։ Նոր վարկը 28 տարի մարման ժամկետով է տրամադրվել։ Այս ֆոնին կառավարությունը մի կողմից բարձրացնում է հարկային բեռը, մյուս կողմից նոր վարկային միջոցներ ներգրավում։ Իշխանությունը վստահեցնում է, դա անհրաժեշտ է տնտեսության կայունության պահպանման համար, իսկ քննադատները հակադարձում են, պետական միջոցներն օգտագործվում են ոչ թե երկարաժամկետ խնդիրներ լուծելու, այլ կարճաժամկետ սոցիալական եւ քաղաքական ազդեցություն ապահովելու նպատակով։ Պետությունը կարող ակցիզային հարկը բարձրացնել այն նպատակով, որ գումարներ կուտակի լոգիստիկ կենտրոններ ստեղծելու համար, որտեղ արդեն ակնհայտ է, որ Հայաստանը ագնտրանքային ճանապարհը պիտի զարգացնի, բացի Ռուսաստանի ակամարտարբերակի, մենք պիտի նաև ամեն մի վատ իրավիճակից օգուտ փորձենք քաղել, իսկ օգուտը այն է, որ մի կողմից պիտի ավելի շատ ուշադրություն դարձվի արտադրողների որակի վրա, արտադրողների սերտիֆիկացման վրա։ Միաժամանակ Ռուսաստանի Դաշնությունը շարունակում է սահմանափակել հայ արտահանողների մի շարք ապրանքանիշների արտահանումը։ Վերջինը բոլոր տեսակի կարանտինային ապրանքների արտահանման արգելքներ։ Մասնագետներն ասում են, փակ օղակի մեջ է հայտնվել իշխանությունը։ Խոստումներ է տվել, բայց չի կարողանում կատարել դրանք, ստիպված վարկ է վերցնում ու այդ վարկը փակելու համար բարձրացնում է հարկերը։ Հայաստանում տնտեսությունը գտնվում է շատ անառողջ վիճակում, կան ներդրումներ, երկիրը ըստ էության ստեղծող, արտադրող երկիր չէ, այլ առավելապես սպառող եւ սպասարկող ու ծառայություններ մատուցող տնտեսություն ունի։ Եվ միևնույն ժամանակ, ինչպես նշեցի, մեկ քաղաքական ուժի քաղաքական նկատառումներով ստեղծվել է իրավիճակ, որի հաշիվը հիմա փակելու են բոլոր հարկատուները։ Մինչ իշխանությունը փորձում է դուրս գալ իր ստեղծած լաբիրինթոսից, շուկայում ծաղկի ջերմոցատերերը ինքնարժեքից 2 անգամ էժան են վաճառում ծաղիկները։ Եվ ի վերջո պետական բյուջեն համալրվում է հարկատուների վճարած գումարներով եւ պետական պարտքի աճով ներգրաված միջոցներով։ Իսկ թե որքան արդյունավետ կծախսվեն այդ միջոցները եւ կլուծեն արդյոք արտահանողների խնդիրները, ցույց կտան առաջիկա ամիսները։ Սեդա Մակարյան, Նոնա Գևորգյան, ABC Media։
12-ամյա երեխային քաղցրավենիքի միջոցով թմրան 7 տալու գործը դեռևս քննում է։ Երեխայի հիշողությունը վերականգնվել է, իրավապահներին հաջողվել է ցուցմունք վերցնել նրանից։ Գյուղի դպրոցի տնօրեն Էդգար Չաթոյանն ABC մեդիային հայտնել է, որ երեխան տանն է։ Նրա խոսքով 3 օր առաջ են երեխային տուն բերել, սկզբում ծնողներին էլ չէր հիշում։ Հիշեցնեմ, որ Օրգով գյուղում 12 տարեկան երեխային քաղցրավենիք են հյուրասիրել, որի մեջ սինթետիկ թմրանյութի մեծ չափաբաժին է եղել, ինչի հետևանքով էլ երեխան կորցրել է հիշողությունը։ Ներքին գործերի նախարարը մեկնաբանել է օրեր առաջ տեղի ունեցած դեպքը։ Ամբողջ իրավապահամակարգը այս պայծրությամբ աճոճ կերպով դիտարկում է դեպքը։ Ունենք հաղորդում, որը փոխանցել ենք հնչական մարմնին, ոստիկանությունը օպերատիվ հետախուզական ինտենսիվ աշխատանքներ է տանում։ Սկզբից ունեինք անձնույնականացված, բայց կարծես թե փաստերը բավարար չէին եղել, որպեսզի վստահ լինենք, որ տվյալ անձի կողմից է կատարվել։ Հավելյալ մանրամասներ այս պայծրությամբ չեմ կարող հայտնել, բայց ուզում եմ նշել, որ փորձաքննության արդյունքում, ինչպես գիտեք, թմրամիջոցի հետքեր նախնական տվյալներով հայտնաբերվել։ Այս պայծրությամբ աշխատում ենք, որպեսզի տեսնենք ամբողջ պատկերն ինչպիսին է եւ արագ գնանք առաջ, վստահ եղեք, որ հարցը իմ հսկողության ներքո է գտնվում եւ ցանկացած ճշգրիտ ինֆորմացիա ունենալու պայմաններում կհանրայնացնենք։ Նախարար, որ ասում եք առաջին նման դեպքն է, ինչ նկատենք, որ այդ տարիքի երեխայի մոտ այդպիսի բան է հաստատվել, թե ինչ մանրամասներ։ Այո, ընդ որում, քանի որ երեխան տեղափոխվել է նաեւ բժշկական հաստատություն, սկզբից անհասկանալի է նաեւ ծնողների համար եղել, թե ինչի պատճառով է դեպքը տեղի ունեցել, բայց հետագայում, քանի որ ունեցել ենք առաջնային մասնագիտական կարծիք, թմրամիջոցի հետքեր հայտնաբերվել, բնականաբար բոլոր ուժերը լարել ենք, որպեսզի հասկանանք, թե ինչպես է դեպքը տեղի ունեցել, ինչ պայմաններում եւ արդյոք գործ ունենք վերջնական փորձաքննությամբ թմրամիջոցի հետ։ Վարկած այս պահին որևէ վարկած կարող եք ասել ինչ է տեղի ունեցել։ Տարբեր հանգամանքներ են քննարկվել, քանի որ էքսկուրսիայի էին գնացել տվյալ դասարանով, ուսուցիչները եւս ուղեկցել են, տարբեր վարկածներ կային կապված միջավայրի հետ, բայց այս պահին թույլ տվեք ձեռնպահ մնալ որևէ բան հայտարարելուց, որովհետեւ ի սկզբանե որոշ վարկածներ կային, որոնք հերքվեցին։ Դրա համար մի փոքր աշխատենք ավելի ինտենսիվ, շարունակենք աշխատանքը, անպայմանորեն կհանրայնացնենք։ Դպրոցում էլ ինչ որ Ոչ, նմանատիպ դեպք չունենք, բայց միանշանակ է, որ ամբողջ դասարանին ենք նաև ուշադրության կենտրոնում պահել եւ դպրոցին, որպեսզի հասկանանք ռեալ պատկերը ինչպիսին է եւ եթե կա լրացուցիչ այլ անձ ներգրաված թեմայում անպայմանորեն դա իրականացնենք։ Ամառը նոր է սկսվում, բայց դեպի Սևան տանող ամենածանրաբեռնված ճանապարհներից մեկն արդեն լուրջ փորձության առաջ է կանգնել։ Կայծակը միաժամանակ փոխեց երթևեկության կազմակերպումը, ստիպեց վերանայել ենթակառուցվածքի անվտանգությունը եւ օրակարգ բերեց մի հարց, որի մասին սովորաբար հիշում ենք միայն արտակարգ վիճակներից հետո։ Որքանով են հուսալի Հայաստանի ճանապարհային կառույցները։ Թե ինչ է սպասվում առաջիկա ամիսներին, տեղում պարզել է իմ գործընկեր Սեդա Գյուրեխյանը։ Կայծակի հարվածի հետևանքով հունիսի 11-ի երեկոյան ժամը 7:30 խոշոր փլուզում է տեղի ունեցել Հրազդան Չարենցավան ճանապարհի կամուրջի վրա։ Վնասված 2 մեքենա կա, տուժողներ չկան։ Երթևեկությունը կազմակերպվել է հանդիպակաց ուղղությամբ 1 գոտիով։ Այս պահին տեղում աշխատում են փրկարար ծառայությունը եւ ճանշինը իրականացնում են հսկողության եւ մաքրման աշխատանքներ։ 2 մեքենաներից մեկի վարորդը ոտքի պատրվածքով հիվանդանոց է տեղափոխվել, հայտնում է փրկարար ծառայությունը։ Սակայն հստակ պարզ չէ, այս խոշոր փլուզման պատճառը կայծակն է, թե օրինակ կամուրջի կոնստրուկցիաներն էին մաշվել։ Ուսումնասիրող խումբը տեղում քննություն է իրականացնում հանգամանքները պարզելու համար։ Իսկ առջևում զբոսաշրջային սեզոնն է։ Սևանից վերադարձող ճանապարհի այս հատվածը պիտանի չի լինելու առնվազն 2 սեզոն, մինչև մյուս տարի այս ամիսները։ Կայծակի հարվածի պատճառով կամուրջի կոնստրուկցիաները լուրջ փոփոխությունների են ենթարկվել։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Խուդաքյանն ու խումբը ժամանեցին դեպքի վայր, իջան կամուրջի տակ, դիտարկեցին եւ եկան եզրակացության։ Կամուրջի նորոգումը անհնար է։ Այս կամուրջը ուղղակի նորոգման ենթակա չի, այսինքն կամ մենք պիտի կոնստրուկցիոն փոփոխություններ իրականացնենք կամ ամբողջությամբ նոր կամուրջ կառուցենք առնվազն 1 երթևեկելի գոտու հատվածում։ Առաջիկա տարում Սևանից Երևան եկողները այլընտրանքային ճանապարհ կունենան։ Ֆանտան գյուղով կամ Սոլակ ու Խաղսի գյուղերով Հրազդան դուրս եկող հատվածներից մեկն է վերանորոգվելու, մինչև հուլիսի վերջ եւ բերվելու է երթևեկելի վիճակի։ Իսկ մինչ այդ երթևեկությունը շարունակվելու է կամուրջի վրայով, այնպես ինչպես հիմա է, հանդիպակաց ուղղությամբ 1 երթևեկելի գոտիով։
Փլուզված կամուրջի հարցը շատ ավելի բարդ է։ Վերականգնման համար հատուկ կոնստրուկցիաներ են պետք, որ այս պահին չկան։ Տեղում աշխատող կամրջաշինության մասնագետն է պարզաբանում։ Ամենակարևորը էջանները պատրաստել։ Հիմա ներկա մոմենտին այդպես էջաններ չկա, տեղաձև էջաններ։ Այս նայած երբ կազմակերպել, որ հիմնարկը պետք է սարքի, ապահովկա է։ Կամուրջի մնացած հատվածների փլուզման վտանգը գրեթե զրոյական է, պարզաբանում է Չարենցավանի քաղաքաշինության բաժնի պետը։ Տեղում մինչև փլուզումն են ուսումնասիրություններ եղել, փլուզումից հետո էլ։ Ուսումնասիրությունները կատարել է, դրա համար միակողմանի են երթևեկությունը սարքել, որ ասենք ինքը մոստը առանձին կոնստրուկցիաներով հավաքված կառույց է, որ ասենք մյուս հատվածը անխափան օգտագործումը բացարձակ վտանգ չի սպառում, էլի։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարն ասում է, դեպքն աննախադեպ է։ Երբեք կայծակի հետևանքով կամուրջի փլուզում տեղի չի ունեցել, բայց կամուրջ վերանորոգելու փորձ նախկինում ունեցել են։ Հայանիստի կամուրջն են նորոգել։ Ինչ վերաբերում է M4 հանրապետական ճանապարհի այս կամրջի կառուցմանը, որոշել են հրատապ մրցույթ անցկացնել եւ անցնել շինարարության փուլ։ Թե որքան կարժենա Հայաստանի բյուջեի համար նոր կամրջի կառուցումը կամ կոնստրուկցիոն փոփոխությունը, պարզ կդառնա մրցույթի անցկացումից հետո։ Սեդակ Յուրեղյան, Մհեր Դավթյան, Գեգամ Ղազարյան, ABC Media։ Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված Կիևյան կամուրջը հունիսի 17-ից օգոստոսի 29-ը երթևեկության համար փակ կլինի։ Քաղաքապետարանի մամուլի քարտուղար Արտյոմ Կարապետյանը տեղեկացրել է, որ դեռ պարզ չէ, թե ինչպես է քաղաքում կազմակերպվելու երթևեկությունը։ Կարծում է պարեկները կհամակարգեն։ Շուտով անհրաժեշտ ինֆորմացիան կհրապարակվի։ Դեռ անավարտ է Արգության փողոցի շինարարությունը, որ ըստ Կարապետյանի երկար չի տևելու։ Ավետիսյան փողոցը, որը վաղուց արդեն փակ է, դեռ շինարարության փուլում է։ Արինբերդում նույնպես աշխատանքները շարունակվում են։ Այս ամենին միացավ նաև Կիևյան կամուրջը։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ սոցիալական բոլոր հարթակներում, ABC լուրերը եթերում կլինի վաղը ժամը 12-ին, շնորհակալություն ուշադրության համար, բարի գիշեր։